Զգուշացեք ձեր հարազատների, ծանոթների, սիրելի բրենդների անունները կամ հաճախ կիրառվող շաբլոնային արտահայտությունները ասոցացնել ձեր անձի հետ։ Ինչ է սա նշանակում։ Գտնվում ես որևէ անծանոթ միջավայրում, որտեղ նոր եք սկսում ծանոթանալ։ Քո շապիկին կամ գլխարկին գրված է մի բրենդի անուն, կարգախոս, ուղերձ, որը չգիտես ինչպես կընդունվի անծանոթի կողմից եւ ինչ հուշեր կարտնացնի նրա մեջ։ Չէ՞ որ դու էլ իրեն չես ճանաչում։ Եթե հանկարծ այդ անվան բրենդի կամ արտահայտության հետ դիմացինը բացասական հուշեր ունենա, վստահ եղեք, դա 100%-ով ազդելու է ձեր շփման վրա։ Նույնը վերաբերում է խոսքի ընթացքում բրենդերի կամ որևէ մեկի անունն արտաբերելուն։ Երբեմն մարդիկ ծանոթանալիս հպարտորեն նշում են, որ այնինչի ընկերն են, այսինչի բարեկամը կամ աշխատում են X ընկերությունում, կարծելով, որ դա կշիռ կավելացնի իրենց մասին նոր ստեղծվող կարծիքի վրա։ Բայց նրանք չեն մտածում, որ դիմացինի համար այդ ընկերությունը կամ տվյալ անձնավորությունը կարող է ունենալ բացասական համբավ։ Հարցն այն չէ, որ ձեր շփումը կձախողվի կամ չեք բարեկամանա, այլ այն, որ տվյալ անունը կամ արտահայտությունը սկզբնական փուլում կարծիք ձևավորելու է ձեր մասին միանշանակ։ Հետագա շփումն ավելի շատ ջանքեր կպահանջի ձեր մասին կարծիքը փոխելու, բալանսի բերելու, քան եթե մինչ այդ ձեր անունը չկապվեր որևէ այլ անվան կամ խոսքի հետ։ Ուստի այն անունն ու խոսքը, որը բարձրաձայնում եք, կրում եք ձեզ վրա, մարդկանց հուշում է, որ դուք ամենայն հավանականությամբ համաձայն եք այդ գաղափարախոսության կամ անձի նրա գործունեության ու դիրքորոշման հետ։